Բարև ձեզ, դուք դիտում եք հարթակը, հարթակում այսօր հյուր է 1990-ից 95 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր Ղարաբաղ կոմիտեի անդամ Ալբերտ Բաղդասարյանն է։ Պարոն Բաղդասարյան, բարև ձեզ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Բաղդասարյան, ապրիլյան պատերազմից հետո բավական դինամիկ զարգացումներ սկսվեցին Ղարաբաղյան գործընթացում, որոնք նաև վերջին շաբաթներին ավելացան ռուս-թուրքական հաշտության գործընթացով եւ այսօր մեր հասարակության մեջ բավական ակտիվ քննարկումների արժանանում նաև այդ գործընթացը, դրա մարտահրավերները, ռիսկերը Հայաստանի համար, հաշվի առնելով նաև պատմական նախադեպերը։ Ձեր գնահատմամբ ինչպիսի ռիսկեր, մարտահրավերներ կան այդ առումով, արդարացված են արդյոք այդ մտահոգիչ սպասումները մեր հասարակության մեջ։ Ճիշտ ասած, ռուս-թուրքական հարաբերությունների վատացումն էլ հայերի հաշվին է լինում, լավացումը առավել ևս, բայց հիմա կարծես թե ինչ-որ ձևով գծված է այդ սահմանը հարաբերությունների Հայաստանի համար, դա 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական հաշտեցման պայմանագիրն է, ռուսները և թուրքերը այս տարածաշրջանում կիսելու տարածքային կիսումների համար իրենց նկրտումները բավարարելու, իմպերիալիստական նկրտումները բավարարելու համար 10-ից անգամ ավել պատերազմել են իրար հետ։ Ռուսների և թուրքերի պետական շահերը, ազգային պետական շահերը պատմականորեն իրար հակամետ են, որպես սահմանակից տարածքային ընդլայնմանը միտված կայսրություններ, ու այդ կայսրապաշտական, ծավալապաշտական նկրտումները կոնկրետ այս հատվածում, Հայաստանի Կովկասյան հատվածում սահմանված են այդ հիշածած պայմանագրի դրույթներով։ Ժամանակին մինչ այդ պայմանագրի կնքելը բոլորիս հայտնի է ռուսների և թուրքերի պատերազմի ժամանակ ինչ արժեցան մեզ այդ պատերազմները ընդհանուր մինչև 15 թվականի ցեղասպանություն և պետության կորուստը։ Հիմա խնդիրը այդ ստատուս քվոյի վերականգնումն է։ Ինչով է խախտվել այդ ստատուս քվոն։ Այսօր ստատուս քվոն խախտվել է մենակ մի բանով, Հայաստանի անկախությամբ, որը Ռուսաստանը չի ճանաչում։ Իմիջիայլոց Հայաստանի անկախությունը դե ֆակտո Ռուսաստանը չի ճանաչում, համարելով իրեն ֆորպոստ եւ ամբողջ քայլերը պատմականորեն սկսած Ելցինյան ժամանակաշրջանի միջին հատվածից 94-ական թվականներից ռուսական բազայի Հայաստանում դնելու, կնքելու եւ ռուս-հայկական պայմանագրեր, այսպես ասած, կնքելու բոլոր մոտիվացիան եւ խորքային իմաստը եղել է Հայաստանի ինքնիշխանության նվազեցումը, ընդհանուր մինչեւ վերացումը, դա նաեւ վերաբերվում է վերջին շրջանի պայմանագրերին, նկատի ունեմ ռուսական ռազմաբազան 49 տարով կնքելուն, հոբ պայմանագիրը, տնտեսության գծով անկախության վերացումը, դա գազն է, էլեկտրամատակարարում, էներգետիկան, երկաթգծերը եւ այլն, բազմաթիվ։ Արտաքին քաղաքականությունը ամբողջությամբ Ռուսաստանը իրենով է արել, դա որևէ մեկը չի կասկածում։ Մի խոսքով Ռուսաստանը վարում է քաղաքականություն Կովկասյան, ընդհանուր մտնում է այս քաղաքականությունը Ռուսաստանի վարած Պուտինյան հայտարարած ռուսական կայսրության վերականգնման այդ ծրագրի շրջանակներում այդ քաղաքականության մի մասն է, սահմանային առումով այս տարածաշրջանային մասն է։ Եվ երբ որ Սիրիայի հարցով բնական ռուս-թուրքական հակամարտությունը հասավ մինչև տաք պատերազմի նախաշեմին, նկատի ունեմ Սիրիայում ռուսական ինքնաթիռի վայր գցելուց հետո Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունը, երբ որ Ժիրինովսկու-Բերանով կամ տարբեր կարգի ռուս կիսելովյան պրոպագանդիստների բերանով հայտարարվում էր Թուրքիայի վրա տարբեր ճնշումներ, նույնիսկ մինչև իրենց այդ շանտաժը ատոմային ռումբի օգտագործելով Բոսֆոր դարդանելը, ազատագրելը, հայ-քրդական համատեղ տերորիստական եւ այլ ակտերը Թուրքիայում եւ թուրքական սահմաններում, այդ բոլորը միտված էին մի բանին Թուրքիային ստիպել ձեռք քաշել այս կողմը Ադրբեջանի նկատմամբ հավակնություններից, նկրտումներից, հակառակը հարգել մարտի 16-ի պայմանագիրը եւ աջակցել մարտի 16-ի պայմանագրի իրականացմանը, այսինքն Ադրբեջանի նույնպես հետ վերադարձնել սովետական միություն, որը
դեռ Պուտինը հայտարարեց, թե չէին այդ անունը դրել, որ դա ռուսական կայսրությունն է նույն։ Ուրեմն այդ բազմավեկտոր քաղաքականությունը, որը մի նպատակ ունի, դա ռուսական կայսրության եւ ռուսական ազդեցության վերականգնում է աշխարհում, եւ այդ բազմավեկտոր քաղաքականության մեջ այստեղ հարցեր կան, որը լուծվում է համադրելով մյուս հարցերի հետ, եւ սիրիական հարցի հետ, եւ Ղրիմի հարցի հետ, եւ Ուկրաինայի, եւ Վրաստանի։ Այդ բոլոր հարցերը լուրջ պետությունները իրար հետ կապում են քաղաքականության մեջ լուծելու։ Հայ իրականության մեջ այդպիսի հարցեր մոտենում ենք ֆրագմենտալ։ Հոպի պայմանագիր են ուզում ռուսները որ կնքեն, մենք դա նայում ենք առանձին, հոպի պայմանագիր։ Մենք դա երբեք, ասենք հենց հիմա ստիպելը որ հաստատեն, հոպի պայմանագիրը, մենք դա շատ քչերն են կապում, ասենք ապրիլյան պատերազմի, անհաջող պատերազմի հետ Ռուսաստանի կողմից եւ երբ որ ծրագիր էր դրված 3-ից 5 շրջան հանձնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանը հանձնվեր ԵԱՏՄ-ին, հայ զինվորի արյան գնով դա չստացվեց, դրա դեմը առավ եւ Ռուսաստանը անցավ հաջորդ շանտաժին, հոպը վերցնելով, հակաօդային պաշտպանությունը վերցնելով շանտաժի անում հաջորդ պատերազմում նաև օդային կիրառմամբ, որովհետև անցել շատ ծանր կլինեն, բայց խնդիրը մնում է նույնը։ Այսինքն դուք կարծում եք, որ հոպ համաձայնագիրը դա նախապատրաստությունն է Ռուսաստանի հաջորդ պատերազմին Ղարաբաղյան ուղղությամբ։ Անպայման, որովհետև ես դա դեռ ապրիլի 4-ին եմ գրել, ապրիլի 4-ին իմ Facebook-յան էջում պատերազմի թեժ ժամանակներ ապրիլի 4-ը, որ շատերը ասեմ այսօր արդեն այդ թեմայով բարձրաձայնողների 90%-ը կոչ են անում համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը, իշխանության շուրջը եւ այլն, իսկ ես ապրիլի 4-ին գրեցի, որ այս պատերազմը արդեն ակնհայտ է ընդհանուր, որ դա ռուսական ծրագիր է նախատեսված, որտեղ Ադրբեջանին նախատեսված է տալ իր փայպրյանիկը, թխվածքաբլիթը 3-ից 5 շրջանների տեսքով, իսկ գոյ դարձած Ադրբեջանին եւ Ալիևին ընդունել ԵԱՏՄ ընտանիք մարտի 16-ի պայմանագրի ի կատարումը մարտի 16-ի պայմանագրի, որտեղ Սերժ Սարգսյանը պարտավոր էր անցնցում իրականացնել հանձնման իմիտացիոն process-ը, այսինքն այսպես կոչված պատերազմով գրավելու process-ը, շատերը կարծում են, որ Ռուսաստանին ձեռք կտար, որ Ադրբեջանը ասենք ամբողջ Ղարաբաղը վերցնել, ոչ ձեռք չէր տա, որովհետև Ղարաբաղի հարցը եթե լուծվի կամ Հայաստանին է օգուտ կամ Ադրբեջանին է օգուտ, Ռուսաստանի դերը այստեղ կդառնա 0, անիմաստ։ Այդ պատճառով Ռուսաստանին ձեռք կտար, որ շրջաններ տալուց հետո հաջորդ ձեռքբերումը ամրապնդեր իր լծակը մարտի 16-ի պայմանագրի իրագործման, դա ռուսական զորքի առկայությունը նաև Ադրբեջանի տարածքում, իսկ Ադրբեջանի տարածքը դա կդառնար բաժանարար Ղարաբաղ Ադրբեջան բաժանարար տարածքը, բայց Ադրբեջանը կգնա դրան, չէ՞ որ հասկանում է, որ իր համար էլ դա ոչ հաջողություն է, ոչ հաղթանակ, ռուսական զորք ունենալ անմիջապես գտի տակ։ Ցանկությունները այլ բան են, իրականություն հնարավորությունները այլ բան է, Ալիևը իր վարած քաղաքականության արդյունքում աշխարհում հասավ զգոյացման կարգավիճակի։ Այսինքն եւ դա նաեւ եւ իր վարած քաղաքականության եւ էներգակիրների գների անկման հետևանքով Ալիևի արժեքը աշխարհում տնտեսական առումով զրոյացավ, քաղաքական առումով էլ հանրությունները չեն ընդունում ժուրնալիստերին, ազատ խոսքը, ազատություն ռադիոկայանի թղթակցին ձերբակալողը կամ Յունուսովաներին ձերբակալողներին չեն ընդունում քաղաքակիրթ աշխարհում։ Ուրեմն բնական գնաց Ալիևի իզգոյացումը։ Բնական դաշնակիցներ են անհրաժեշտ, իզգոյացված համախումբը դա Ռուսաստանն է, Հայաստանն է, Թուրքիան էլ իզգոյացվեց աշխարհում։ Շատերը ասում են ՆԱՏՕ-ի անդամ է, բայց դա որևէ առնչություն չունի։ Եվրոպան Գերմանիայի գլխավորությամբ եւ Ամերիկան նոր արդեն քաղաքականություն որդեգրեցին Թուրքիայի հետ, կապված սիրիական փախստականների, Սիրիայում Թուրքիայի դիրքորոշման եւ այլնի հետ։ Ընդհանրապես այդ Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը հաշվի առնելով, որի եվրոպական 45 թվականից հետո որդեգրած քաղաքական գծին կտրուկ հակադրվում է, պատերազմներով տարածքներ, ազդեցություններ գրավել եւ այլն։ Այդ պատճառով Ալիևը այլտեղ չուներ գնալու, բացի նետվեր իզգոյացված խմբի գիրկը, բաց կան,
Պուտինը, Սերժ Սարգսյանը, Էրդողանը, Նազարբայևը եւ նաեւ այստեղ շատ մտածված քաղաքականություն կա, եթե եւ անձնական տեսակետից ինքը իզգոյացմանը հակադիր շարժման մեջ է մտնում, իրեն տեղն է գտնում աշխարհում եւ կա երկրորդը։ Նորմալ բնական հասկացող մարդիկ, այդ թվում նաեւ Ալիևը, գիտի որ կայսրության վերջը փլուզումն է եւ ռուսական կայսրությունը ոտքի կանգնելու այս պուտինյան ցնցումով անմիտ քայլերով, ցնորամիտ քայլերով ժամանակավոր հաջողություններ կունենա, ասենք թե Ղրիմ ձեռք կբերի։ Դոնբասում, Լուգանսկում ինչ-որ բաներ կանի, Աբխազիայի, բանի հարավային Հյուսիսային Օսեթիայի ինչ-որ հարցեր կլուծի, բայց դրանք խիստ ժամանակավոր են եւ տնտեսական այս փլուզումների պայմաններում վաղ թե ուշ Ռուսաստանը անպայման կտարաբաժանվի, հատկապես որ աշխարհը հասկացել է եւ այլևս ատամներով չի կարծում Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելուն։ Ալիևը շատ լավ հասկանում է, որ եթե հիմա Ղարաբաղը իր կից տարածքներով, վատ չէր լինի Զանգեզուրը, վատ չէր լինի, չգիտեմ, Հայաստանը, կցի իրեն եւ դրանով մտնի Ռուսաստանի կազմի մեջ, ապա իր համար դա մի 5-10 տարի հետո մի մեծ ձեռբերում է, ամեն ինչով ինքը կանկախանա։ Ռուսական կայսրությունից, ազդեցությունից դուրս կգա։ Եվ Ալիևը մի անգամից երկու ձեռքբերում է ունենում դրանով։ Նախ մի քանի շրջան գրավելով իր դիրքը ամրապնդում է ներսում եւ միանում է, մի քանի շրջան միացնելուց հետո հիմա Ալիևը առիթով անառիթ անպայման հրապարակային հայտարարում է, որ Հայաստանը որպես պետություն չի եղել, դա եղել է Երևանի գուբերնիա, դա եղել է Ադրբեջանի պատմական տարածք։ Ինքը նախապատրաստում է հաջորդ պատմական փուլին, այսինքն այն պատմական փուլին, երբ որ Հայաստանը ոչնչացած ֆորպոստային վիճակում SNG-ի կազմում կլինի, ԵԱՏՄ կազմում կլինի, Ադրբեջանը հզորացած կլինի ԵԱՏՄ-ի կազմում, քայքայվող Ռուսաստանից կփոկվի ոչ թե հզորացած անկախ պետություն Հայաստանը, այլ քայքայված, թուլացած ժողովրդագրական տեսակետից սահմանային կետը անցած արդեն, հաշվի առնելով մեր դեմոգրաֆիական այս փոփոխությունները, մարդկանց հեռացումը, ծնելիության քչացումը եւ այլն։ Ալիևը մեծ 10 տարի 20 տարվա հեռանկարով մեծ ձեռքբերումների ակնկալիքով կմտնի ԵԱՏՄ։ Հայաստանը իր ձեռքբերումներ կունենա, եթե թեմայով զրուցենք հետաքրքիր է Հայաստանը ինչ դիմադրություն կարող է ցույց տալ ձեր նախանշած հնարավոր ռիսկերին, զարգացումներին, որն է Հայաստանի դիմադրության ռեսուրսը։ Տեսանք ապրիլին դա բանակ եւ հասարակություններ բանակի շուրջ համախմբված, բավարար է արդյոք այդ ռեսուրսը ավելի մեծ մարտահրավերի դիմակայելու, թե անհրաժեշտ են այլ նոր ռեսուրսներ եւ կան դրանք։ Հակոբ թույլտվող եմ, ապրիլին չի եղել բանակ եւ ժողովուրդ կոնսոլիդացիա կամ ինչպես դու կարտահայտվեցիք բանակի շուրջ համախմբված ժողովուրդ, չէ, զինվորի շուրջ համախմբված ժողովուրդ, նկատի ունեմ զինվոր բանակ ասելով նկատի ունեմ զինվորը եւ սպան առաջնագծում կան։ Հայկական բանակը հայկական պետության հարազատ զավակն է։ Հայկական պետությունը այսօր դա ֆորպոստային, գաղութային մի թալանչիական պետություն է, որտեղ խոպան եկած Սերժ Սարգսյանը իր թիմակիցներով ինչքան հնարավոր է թալանում է երկիրը։ Ընդ որում աջակցությամբ Ռուսաստանի խիստ ուղղորդված աջակցությամբ, ծրագրված աջակցությամբ տալով սրանց իր բաժինը Ռուսաստանը իր ծրագրերն է իրականացնում, իսկ սրանք անմիտ իրականացնում են իրենց այսօրվա ծրագիր, իրենց ընտանիքի, իրենց փեսաների, իրենց հարազատների համար։ Եվ բանակը լինելով այդ համակարգի հարազատ մասը, բանակի վերնախավը եւ ընդհանրապես այդ համակարգը մի սովորական կոռուպցիոն համակարգ է, որտեղ բանակի անունով անվերջ միլիոններ են մսխվում, անվերջ անունով, անվերջ միլիոններ, բանակի ցանկացած նախարար մի քանի տարվա մեջ դառնում է ամենահարուստներից մեկը, ունևորներից մեկը, գեներալները դառնում են ամենաունևորներից մեկը, ոչ մի օտպուսկ կամ ոչ մի բան առանց համապատասխան մաղարիչի չի իրականացվում եւ այլն։ Զինվորները շորջ ունեն հագնելու թղթե ժեշտից բանկաներով, չէ՞, թիթեղյա բաներով են, տուփերով են ապահովում սահմանի անվտանգությունը, մի այլ կերպ ասած դրա շուրջը չէր կարող ժողովուրդը համախմբել։ Ժողովուրդը համախմբվեց զինվորի շուրջը, որը հաղթեց։ Հիմա մենք այսինքն
սա նշանակում է, որ այդպիսի փչացած համակարգում, ինչպիսին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը, որի մի մասնիկը բանակն է, դրա մեջ կա մաքուր ճյուղ, որի վրա կարող է հենվել։ Մաքուր ճյուղ, որ այնքան հզոր գտնվեց, դա զինվորի եւ առաջնագծում գտնվողներ են, այնքան հզոր գտնվեց, որ այդ ամբողջ ծրագիրը խափանեց։ Հիմա արդյոք պոտենցիալ ուրեմն այդպիսի պոտենցիալ կա պետական կառավարման համակարգի բոլոր օղակներում, որովհետեւ բոլոր օղակների ներքևի մասը սովորական ժողովրդի ամենամոտ մասն է, որը ամենատուժված մասն է, ամենաշահագործվող մասն է։ Հիմա նայենք մի քանի տեսակետից քաղաքական մասը ունենք քաղաքական դիմադրության ներուժ պատկերացրեք այսպեսի մի բան նորից եկել է աշխարհի հակադրություններով ինչ որ բաժանման գիծ է անցնում տարբեր ոլորտներով եւ հստակ արդեն Եվրամիությունը հայտարարեց որ Ռուսաստան իրենց ստրատեգիական հակառակորդ է Ամերիկայի համար վտանգավոր արդեն պարտներ չի ինքը այլ վտանգավոր երևույթ է եւ այդ ժամանակ ցանկացած նորմալ պետություն, իսկ իմ ասած երկրները նորմալ երկրներ են, անպայման փնտրում են իրենց աջակիցներ, իրենց ուժեղացնող գործոններ։ Անդրկովկասում Վրաստանն է դա, հիմա Վրաստանն է դա, բայց եթե հանկարծ ու Ռուսաստանը կարողանա իրականացնել իր ծրագրեր եւ Հայաստանով Ադրբեջանը վերցնի, դա նշանակում է Չինաստան, Եվրոպա ամբողջ ճանապարհը կկտրի այս մասով եւ կստիպի Ռուսաստանին էլի ենթարկվել, կստացվի Թուրքիա, Ռուսաստան այս տանդեմը նորից այնքան կհզորանա փակելով Կասպյան էներգակիրների մուտքը Եվրոպա, ընդհանրապես քաղաքակրթական բաժանման սահման կդառնա, որը կթուլացնի բնականաբար Եվրոպայի, Ամերիկայի ազդեցությունը հնարավոր տնտեսական իրենց ընդհանրապես կվտանգի նույնիսկ իրենց խաղաղ կայուն զարգացման գոյությունը։ Այդ պատճառով Հայաստանին ունիկալ հնարավորություն կա, որպեսզի օգտագործվի այդ հակասությունները եւ գրավվի միջանկյալ դիրք, ոչ թե նետվի ի հակադրություն ռուսական արջի ամերիկյան երազանքների գիրկը կամ արևմուտքի, որը հղի այս պահին ոտի տակ ճզմվելու վտանգով, այլ դա լրացուցիչ հնարավորություն է տալիս Ռուսաստանի հետ խոսել նախապայմաններով։ Այսինքն Հայաստանը թող ոչ մեկի չվախեցնի այն բանը, որ անընդհատ ներքին կարգով տարածվում, որ այդ տեսեք Ուկրաինան դուրս ուզում էր դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց, տեսեք ինչ արեցին գլխին, Ղրիմը տարան, Դոնբաս, Լուգանսկ եւ այլն։ Նախ Ուկրաինան սահմանակից է Ռուսաստանին, Հայաստանը սահմանակից չի։ Այդ բանով մեր բախտը շատ է բերել։ Երկրորդը Ռուսաստանը այնքան մեծ շահեր ունի Հայաստանում Թուրքիայի հետ հակադրության մարտի 16-ից պայմանագիրը պատերազմների զոհերի արդյունք է եղել։ Հենց այնպես չի մարտի 16-ը եղել։ Ռուսաստանը մեծ զոհեր է տվել մարտի 16-ին հասնելու համար։ Ուրեմն իր համար դա շատ մեծ նշանակություն ունի Հայաստանը։ Ուրեմն այդ մեծ նշանակության համար նա պարտավոր է վճարել մեզ։ Ուրեմն մենք կարող ենք միջանկյալ դիրք գրավելով այս երկու հակամարտությունը հսկայական մեծերի հակամարտությունը հաշվի առնելով վտանգը հասկանալով ոտքի տակը չգնալու, բայց նաև արժանապատիվ քո տեղը գրավելու, չկործանվելու վտանգը, որովհետև այսօրվա Հայաստանի վարած քաղաքականությունը Հայաստանի պետությանը տանում է անգոյության։ Ասում եք սրա ալտերնատիվ ո՞րն է։ Ալտերնատիվ ցանկացած քայլ լավ կլինի, որովհետև այսպես գնալը տանում է անգոյության։ Եկեք նայենք, ռեալ նայենք իրականությանը։ Տնտեսական վիճակը ահավոր վատանում է, նույնիսկ այս թալանի բյուջեն այն վիճակի է հասել, որ արդեն չգիտեն որտեղից ինչ-որ կոպեկներ են ուզում փախցնեն, որ կարողանան ինչ-որ ծերին հասցնեն։ Մեր ժողովրդագրական վիճակը ահավոր է, մեր սահմանային գյուղերը դատարկ են, ու սոցիալական երկու հարցման արդյունքներ կային, մեկը Հայաստանի ժողովրդին համարում էր ամենադժբախտը, աշխարհում համարվում է ամենադժբախտ ժողովուրդը։ Երկրորդը, եթե հնարավորություն ունենան, Հայաստանի բնակիչների 63%-ը դուրս կգան Հայաստանից, կհեռանան Հայաստանից։ Այսինքն Հայաստանը գնում է անիանալու վիճակի։ Այս տարածաշրջանում, եթե Հայաստանում գոնե 3-ից 5 միլիոն բնակիչ չապրի, որը այս երկիրը համարի իր հայրենիք եւ կարճած լինի այս հողին եւ պատրաստ լինի մահանալ այս հայրենիքի համար, այս հայրենիքը վերացող է։ Իսկ հիմա մենք չունենք այդպիսի բան, գնալով վերանում է։ Հետևաբար ալտերնատիվ քաղաքական քայլեր են պետք, զգուշորեն, բայց ռիսկով։
Ռիսկով, բայց զգուշորեն։ Այսինքն, օրինակի համար, ես մի քանի օրինակներ բերեմ, թե ինչ կարելի է անել։ Այո։ Որովհետև ասում են մենք այլընտրանք չունենք եւ ստիպված ենք հարմարվել այս ծրագրերին եւ ամենապարզագույն բանը ԵԱՏՄ մտել է, ենթադրենք ոչ թե Սերժ Սարգսյանը հանձնարարություն էր կատարում, ես միշտ համարել եմ, որ Եվրոմ ասոցիացիան պայմանագիրը կնքել է 3 տարի, երբ որ մեր իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այդ ամեն ինչը անում էին, դա ընդհանրապես հետախուզություն էր, թե ինչ է կատարվում եւ փոքրիկ Հայաստանը պետք էր որ ճշտվի ընդհանրապես ստրատեգիան, Եվրոմիության ստրատեգիան ինչ է կատարվում։ Ճշտելուց հետո սեպտեմբերի 3-ի գիշերը կանչեցին եւ ասացին, որ խաղը պրծավ։ Հիմա հայտարարում ես, որ պրծավ, արդեն դու ԵԱՏՄ անդամ ես։ Ի ցույց Ուկրաինայի, որ Ուկրաինան այդ ուղղությունից հետ կանգնի։ Հիմա պատկերացրեք ԵԱՏՄ պայմանագիրը ոչ թե Հայաստանում 103 հոգով են կողմ քվեարկում եւ նետվում Ռուսաստանի գիրկը, այլ եթե ալտերնատիվ չկա, որ պետք է անպայման անցնենք, թե չէ, ենթադրենք Ղրիմ կանեն, Մայդան կանեն, то չգիտեմ ինչ կանի Պուտինը իր բաներով, գալավարեզներով, ուղղակի բաներ անում 60-ը քանի ձայն է պետք 66 ձայն կողմ էր քվեարկում 40 ձայն դեմ 20 ձեռնպահ ու մեծ բաների գնով էր անցնում ռեալ ցույց տալով որ մենք հարճ չենք որ մենք արդեն տրված չենք սակարկելի Թափան չէր լինի արդյոք եթե գիտեն որ եթե մեր մոտ իրականում այդպես է դու ընդհանրապես բացիր ապրիլի 4-ից առաջ երբ որ այսնու խոսքերը ես ասում էի շատ քիչ մարդիկ կային, որոնք լուրջ կընկնդրեին կամ ոնց որ մարդու հոգեբանական հակումն լավ այլի խաղաղ հանգիստ Ռուսաստանի թևի տակ այդ թողմախյան փիլիսոփայության տակ ապրում ենք, էլի, բայց ապրիլի 4 ամենավերջի այդ ռուսա ապրածին էլ ցույց տվեց, որ չէ, ոնց որ ճիշտ են ասում են մարդիկ, որ Ռուսաստանը ֆորպոստ է ուզում վերածել Հայաստանը։ Կատի ունեմ այն, որ իշխանությունը ինքը ասում է, որ դե եթե ընդդիմությունն էլ այսպես Ռուսաստանի համար է պայքարում, ինչու ես պիտի ռիսկի ենթարկվի։ Հիմա շարունակեմ։ Ընդդիմություն կոչվածը, ճակերտավոր ընդդիմություն կոչվածը, նույն իշխանության, նույն համակարգի երկու տարբեր մասեր են։ Հայաստանում կառավարման համակարգը 90-91 թվականին ՑՀ նախագահի մասին օրենքով բրգաձև համակարգ դարձավ, որը ենթարկվում է մի կենտրոնի, մի կետի, եւ այս կետը Ռուսաստան իր հատուկ ծառայությունների իր ազդեցության լծակների միջոցով նախկինում ունեցած ենթարկեցրեց իրան։ Դա աշճանաբար Լևոն Տեր-Պետրոսյանն էր իր շրջապատով, հետո նրան փոխարինած Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, հետո հիմա Սերժ Սարգսյան, այս ամբողջ բուրգը ենթարկվում է ռուսական կողմին։ Եվ այդ բուրգի մեջ մեկը խաղում է ընդդիմություն, մեկը իշխանություն, բայց ընդհանուր հաշվարկով իրենք բոլորը 103 հոգի են, քվեարկում են կողմ ԵԱՏՄ-ին, 102 հոգի են, քվեարկում են հոպը տալուն, բայց այդ 102-ից այդ 103 արդեն կտրված են ապրիլի 4-օրյա պատերազմով ամբողջությամբ կտրվեցին մնացած ժողովրդին։ Այդ որ մենք ասում ենք կուսակցությունները վարկաբեկված են, իշխանությունները վարկաբեկված են, իմիջիալից իշխանությունները վարկաբեկված են, նույնիսկ են Գորիկ Հակոբյանը, չէ՞, կառավարության նիստի ժամանակ ասաց, հիշում եք։ Չեն հավատում։ Ասաց ձեզ չեն հավատում, հա։ Դա հենց այնպես խոսքեր չեն, դրա տակ ինչ է թաքնված, որ սա անջատված է, կտրված է ժողովրդից արդեն։ Ժողովուրդը արդեն հասկանում է իմ ասածը, գիտակցում է այդ լրիվ ճշտությունը։ Ու եթե այս բուրգը մենք չքանդենք, ասում ենք ալտերնատիվ ո՞րն է, եթե մենք ունենանք ուրիշ համակարգ, ուրիշ բուրգ, փոխածելնենք բուրգը, այդ մի հոգու ենթակայության բուրգը փոխենք այս ժողովրդի ենթակված բուրգի, համակարգը փոխենք, միանգամից կքանդվի այդ կապերը։ Ոնց պիտի տեղի ունենա այդ փոփոխությունը։ Սա արդեն թեման փոխում ենք, իհարկե, ես Facebook-յանի մեջում մի քանի անգամ հրապարակել եմ իմ առաջարկը, որ դեռևս 96 թվականից Վազգեն Մանուկյան նախագահի տեխնացույն եմ առաջարկել, հիմա ավելի ակտուալ է դարձել, ավելի քննարկելի, եւ Ռաֆի Հովհաննիսյանին եմ առաջարկել, եւ Լևոն Տեր-Պետրոսյանը վերցրեց դրա ընդամենը մի հատվածը, որ հայտարարեց ժամանակավոր կառավարության մասին իր 3 տարով այդ բանաձևը։ Հիմա նորից Facebook-ում պատտվում է այդ իմ առաջարկը, լուծում առաջարկն է, բայց դա ուրիշ թեմա է, ես կառաջարկեի ձեզ ինձ հրավիրեք, հենց այդ թեմայով կոնկրետ խոսենք։ Իսկ այդ ժամանակ երևա, որ Հայաստանը ալտերնատիվ ունի արժանապատիվ բանակցությունների մեջ մտնելով, նույնիսկ եթե ԵԱՏՄ պետք է մտնի,
ասենք այնպիսի բանով մտնի, որ ինչպես Qırğızstանը $800 միլիոն փող ստացավ։ Պահանջեց, որ $800 միլիոն իզդերժկաները փակելու համար, որ մտնում են ԵԱՏՄ, այսինքն մենք էլ կարող ենք ոչ թե մենք վճարենք մտնելու համար, այլ մեզ վճարեն։ Մենք կարող ենք այնպես արժանապատիվ պայել հասկանալ, որ Ռուսաստանը համար շատ կարևոր է այս տարածքը, ստրատեգիական կարևորություն ունի։ Ռուսաստանը 12-ից 14 պատերազմ տարբեր բաներ կան, մղել Թուրքիայի դեմ ստրատեգիական այս տարածքում իր ազդեցությունը պահելու, իր երկայությունը ունենալու համար։ Ու դրա դիմաց մենք ենք վճարում, ռազմաբազան Գյումրիում պահելու դիմաց մենք ենք վճարում, ասում են Գյումրի ռազմաբազա, բայց Երևանի սրտում օդակայանն է նրանց, արդեն ամենուրեք կան։ Ու դա մենք ենք վճարում, նրանց պահպանման ծախսերը մենք ենք վճարում, հոպը տալիս ենք իրեն։ Ինչ կարելի էր անել, եթե մենք լինենք նորմալ արժանապատիվ պետություն, ոչ թե ռուսա ենթակա իշխանություններով համակարգ, իշխանություն եւ ընդդիմություն համակարգ, ուղղակի հոպը քվեարկելուց ոչ թե մի օրվա մեջ կանցկացնեն, այլ 10 օր կտևեր այդ քննարկումը, մեծ դիսկուրս կգնար։ Ես ոչ թե ելույթ կունենայի ձեր բանում, այս տաղավարում, կամ առաջին EM-ի տաղավարում, այլ Պետրոս Ղազարյանին հյուր կլինեի եւ Պետրոս Ղազարյանի, այսինքն մեծ հերարցակում ապահովող, որը նաեւ Ռուսաստանն է լսում եւ հասկանում է, որ արդեն սա ազդեցիկ է, կտենային, որ լավ հաշվողներ կան Հայաստանում, շատ ավելի լավ, քան իրենք են պատկերացնում եւ Ռուսաստանին սիրել ատելու այդ կեղծ համակարգից դուրս նորմալ մտածողություն կա Հայաստանում քաղաքական։ Եվ ասենք թե վերջում հոպի պայմանագրի դիմաց $1 միլիարդ զենք կստանայինք, Ղարաբաղի հարցով կնստենք լուրջ քննարկումների, հետո հոպնել կտայինք, բայց պայմանագրի մեջ ունես կետեր կգրենք, որ ցանկացած պահի կկարողանանք դուրս գալ այդ հոպից։ Իմիջիալից եթե հոպի մասին խոսենք, շատ են խոսում մարդիկ, որոնք նույնիսկ չեն հասկանում, որ հենց կառավարումը հանձնեցիք համատեղ, այնտեղ համատեղ օգտագործման բաներ կան, մինչև հրամանատարը կլուշ պարոլը չդնի, այստեղ չի աշխատի հրամանները։ Իսկ կլուշ պարոլում ձեռքը եղավ, նա է հրամանատարը, նա կարող է գործել, այնպես չի, որ այնքան միամիտ շատերը ընդհանրապես իրենք հիմար են, մնացածին հիմարի տեղ են դնում, ասում են մեր հրամանատարը, եթե մեր վրա հարձակում լինի տեսականորեն, ինքը կվերցնի հոպը կօգտագործի մեր համար։ Իրենց համար հոպը ավտոմատ է, կալաշնիկով դրված են անկյունում, որ սենց վերցնում են ու օգտագործում են, ասենք չեն պատկերացնում, որ այդ հոպը ունի էլեկտրոնային կառավարման համակարգ։ Այդ ինֆորմացիան էլեկտրոնային կառավարման համակարգով է գալիս, որի կլյուշները կգտնվեն անպայման Ռուսաստանի մոտ։ Ու դու ինչքան էլ կուզենաս այդ ավտոմատը վերցնես, սեյֆի բանալին քեզ մոտ չի լինի, սեյֆը էլեկտրոնային կլինի, որի բանալին կլինի ռուսների մոտ։ Եթե հանկարծ ես 10 տարի Մերգելյանի ինստիտուտում ծրագրավորել եմ սովետական միության военно-воздушные силы։ Ատոմային հրթիռակիրներ, ինքնաթիռներ, դալմի ավիացիա, հեռավոր ավիացիա, հեռահար ավիացիա, այդ բոլորի մեջ մենք մաթեմատիկական ծրագրավորում ենք անում, командный пункт управления, РМՖ, այնպիսի բաներ ենք անում, որտեղ ակնհայտ երևում էր, մինչև վերևից չդրվի կլյուչը, նույնիսկ ընդհանուր մինչև Գորբաչովը, մինչև իր կլյուչ պարոլը չդներ եւ երկրորդը չդնեն եւ ուդար վե կոմանդան չտար, ոչ մեկը չէր կարող որևէ բան թռցնել հերրավոր, ասենք թե բանում, սպասք դալնիում։ Այդ պարզ համակարգերը չհասկանալով, պայմանագրով տալով, առանց դուրս գալու հստակ մեխանիզմի, որ չեմ ուզում, հարաբերությունները խզում եմ, հոպա հանում եմ, որ հասկանան, որ երկուսս իրար հետ ենք օգտագործում, դա իսկապես։ Պատկերացրեք, որ արժանապատիվ գինը դնելու դեպքում մենք շատ բաներ կստանայինք եւ Ղարաբաղյան խնդիրն անպայման կլուծվեր փուլային տարբերակով, ոչ փաթեթային, եւ փուլային տարբերակի առաջի հարցը կներ Ղարաբաղի կարգավիճակը։ Իսկ երկրորդ հարցը դուք համարում եք, որ երկրորդ հարցը մնացած բոլոր հարցերը կարգավորելի են։ Քննարկելու են այդ թվում տարածքների հարցը, տարածքների հանձնման հարցը։ Ում կողմից հանձնման Հայաստանի թե Ադրբեջանի։ Հայաստանի, այսինքն դրվում է Հայաստանից հանձնման։ Նայած քաղաքական իրավիճակի սկզբունքները ասվածովի։ Մադրիդյան սկզբունքները երբ դրվեց շրջանառության մեջ։ 2007-ից կարծես թե մտան, թե 1997 թվականից սկսվեց սկզբունքներ եկավ դարձավ Մադրիդյան, հետո Կազանյան։
փիլիսոփայությունն թվականից սկսեց։ Ինչու դրվեց այդ փիլիսոփայությունը։ Որովհետև Ղարաբաղյան շարժումը մի քանի փուլ ունի համաշխարհային քաղաքականության մեջ։ Առաջի փուլում սովետական միության մեջ էր ամբողջ աշխարհը աջակցում էր որպես հակասովետական, նաև շարժում սովետի դեմ շարժում եւ մեզ ամեն ինչով աջակցում էին։ Հիշենք այդ ժամանակ ամերիկյան, ֆրանսիական, եվրոպական բոլոր կարգի հայտարարությունները եւ աջակցությունները մեզ։ Այնուհետև եկավ Ելցինյան փուլը, Ռուսաստանի սովետի քայքաման Ելցինյան փուլը, որտեղ աշխարհը համարվեց, որ արդեն խնդիր չկա, Ռուսաստան դարձավ համար 1 պարտները, ընկերը, եւ Հայաստանը իր Ղարաբաղյան հարցով դարձավ այստեղ ապակայունացման կենտրոն։ Եվ սկսվեց ստիպել, որ եւ այդ ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի հզոր աջակցությամբ տնտեսական էներգակիրներով բանով դարձավ աշխարհի համար անհրաժեշտ պարտներ։ Հայաստանը այն ինչ որ ուներ առաջարկելու աշխարհի հանրությունը ընդունում էր դա դեմոկրատական հասարակարգեր եւ այլն 95 թվականի սահմանադրական կեղծիքներից ու ընտրությունների կեղծիքներից հետո հավասարվեց 0-ի 96 թվականի կեղծ նախագահական ընտրություններ ու դրան հաջորդող բոլոր հայկական ընտրությունները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի բոլոր անխտիր բոլոր ընտրությունները մենք հասարակական նույնիսկ անհրաժեշտությունը կորցրինք պարտներության համաշխարհային հանրության հետ Ադրբեջանը հզորացավ, էներգակիրների անհրաժեշտությունը մեծացավ, հզորացավ։ Հետագայում Հայաստանը դիտվում էր արդեն Ռուսաստանի ֆորպոստ բարեկամը, ինչքան սկսեց լարվել հարաբերությունները, իսկ Ադրբեջանը պոտենցիալ պարտներ է առաջադեմ երկրների։ Եվ միամիտ են այն հայերը, որոնք ասում են, այ նրանք դեմոկրատական արժեքներ են դավանում Եվրոպան ու Ամերիկան, իսկ Ադրբեջանում Վատ Իլհամ Ալիևն է, այդ պատճառով նրանք մեզ կլինեն, բարեկամ չէ, Ադրբեջանում Վատ Իլհամ Ալիևն է, Հայաստանում Վատ Սերժ Սարգսյանն է, բայց Ադրբեջանը ունի էներգակիրներ եւ այլն, դրա համար նա ավելի պարտներ է նրանց։ Բայց հիմա դա էլ չկա, նա արդեն կորցրեց իր բանը, իր արժեքը նրանց համար։ Դա նշանակում է արդյոք, որ մենք միջազգային հանրության հետ արդեն շահընկերներ ենք դարձել բնականորեն։ Կարող ենք դառնալ, բնական ենք, բայց կարող ենք օգտագործել կամ ոչ, Աստված շանս է տալիս։ Մարդուն, ժողովուրդներին շանս է տալիս, կամ հասկանում օգտագործում են, կամ չեն հասկանում, չեն օգտագործում։ Հիմա խնդիրը սա է։ Իշխանություններին բացատրել, որ հասկանան օգտագործեն, դա միամիտի գործ է։ Ինչու՞։ Որտեղ Սերժ Սարգսյանը ինքը ամբողջությամբ արդեն կլանված է ռուսական քաղաքականության մեջ հատուկ ծառայությունների մակարդակով, տնտեսական մակարդակով, կոմպրոմանտների մակարդակով, բնական ագահության ընտանիքի են չտեսան պատից կախ տեսան ճակտի, ոնց ասում էր ժողովուրդը, այդ բնական պազից հետո միլիարդների հետ խաղալ այդքան հեշտ չի։ Դուք պատկերացնում եք իմ տարիքի կամ իզնից մի քիչ էլ փոքր նախարար, որը սովետի ժամանակից շատ ավելի քիչ կրթություն է ստացել եւ հիմա ասենք միլիարդներ է անում օֆշորներում, տներ առնում տղաների համար, միլիարդներ, երբ որ այստեղ բանակում չկա մի քանի միլիոն, որ զենք առնենք։ Որն է ելքը այդ դեպքում իշխանությունից հույս չկա, ընդդիմությունից կարծես թե էլի մեծ հույսեր չկան։ Իշխանություն ասելով ես հասկանում եմ իշխանական վերևի էլիտան շատ կարճ, շատ քիչ մաս, որոնց հեշտ է օտարելը եւ հարցերը լուծելը, ընդդիմությունը, որ ասում եք, ես չեմ ընդունում, որովհետեւ դա պայմանական ընդդիմության վերնախավ, որը կապ չունի ներքևինի հետ։ Ես այս երկուսին համարում եմ մի թիմի խաղացողներ, մեկը մի գիշեր կայտարի, որ մենք յատում ենք մտել, մյուսը օպերայում կհավաքի մարդկանց եւ կասի անշրջելի է այդ process-ը։ Այդ երկուսը նույն խաղի խաղացողներ են, դրանց մասին չի խոսքը։ Ես նկատի ունեմ այն մյուսներով, եթե այսքանը գիտակցենք, ամենօրյա հնարավորություն ունենանք հասցնելու սա ժողովրդին։ Մենք այդ ժամանակ չապրենք հենց այսօրով։ Միշտ ասում են հիմա, այս 25 տարի լսում ենք, չէ՞, հենց հիմա թող լավ լինի, բայց 25 տարի գնալով վատանն է։ Ապրենք ծրագրով, ասենք թե այսպես թե այնպես գարնանը կգա եւ կսկսվի ընտրությունների թոհուբոհ ու կսկսվի ամեն ինչը։ Եթե մինչև այդ իմ առաջարկած ծրագիրը ես համարում եմ մնացած ժողովրդին համախմբող։ Այս կուսակցականությունը բանը տարաբաժանման է բերում, որովհետև գաղութում երբ որ դու դեմոկրատիա ես խաղում, դու բաժանում ես ժողովրդին։ Վերևը շատ հեշտ մանիպուլյացիաների է ենթարկում այդ խմբերի բաժանված մարդկանց։ Իմ առաջարկած ծրագիրը այս խմբերին միավորելու ծրագիր է։ Բայց այդ մասին հետո կխոսանք։ Որ գաղափարի շուրջ։ Ինքնիշխանության, անկախության։
Հայաստանը չկորցնելու գաղափարի շուրջ։ Հստակ Հայաստանը չկորցնի։ Եթե գնահատում եք, որ հիմա Հայաստանը համաձայնվում եք, գուցե ես սխալվում եմ, այդ դեպքում խնդրում եմ բերեք թող մեկին, որը նստի կետարկետ հերքի։ Ասի որ չէ, այդպես չի, ժողովրդի քանակը չի քչանում այնքան, որ այլևս Հայաստանին այս մարտահրավերների դեմ ուժային դիմադրողականություն ապավի, տնտեսական զարգացումը այնպիսին է, որ այս մրցակցային պայմաններում կապահովի բարեկեցությունը, որ հայ ժողովուրդը կապված է իր հողի հետ եւ երբեք չի հեռանա, ասենք Իսրայելի օրինակը բերի, որը միշտ ամենօրյա պատերազմի մեջ է իր մի քանի 100 միլիոնանոց ճշնամական շրջապատի մեջ եւ հակառակն է Իրանի նման հզոր պետության հետ հակամարտության մեջ է եւ այդպես չի։ Թող բերի սոցիոլոգիական տվյալներ, որ հայերը ամենաերջանիկն են աշխարհում, Շվեյցարիային տվել անցել են։ Թող բերեն փաստարկներ, որ ապացուցեն, որ եթե հենց հիմա սահմանները բացեն հայաստանցիներից ոչ մեկը դուրս չի գա, հակառակ ամբողջ աշխարհի հայերը կլցվեն Հայաստան։ Թող այս բոլոր փաստարկները բերի ցույց տա, որ ես սխալ եմ, Հայաստանը չի ոչնչանում, չի գնում կործանման։ Այլ հակառակը Հայաստանը բարգավաճում է, դեպքում կասեմ իմ գաղափարը ճիշտ չի, բայց եթե իմ բերած փաստարկները ընդունում ենք, ուրեմն հաջորդ քայլը հենց սրա շուրջը պետք է համախմբվենք։ Իսկ ո՞նց, իսկ ինչպես, ինչ ճանապարհով համախմբվենք, որ ինչ անենք։ Եվ ինչպես դա չի դառնա հերթական օգտագործման գաղափարը, որ հասկանում մարդը սկսի այդ բրենդով մտնել դաշտ եւ գարնան ընտրություններում կփախցնի կամ առևտրի մեջ իր տոկոսը կստանա ու կասի բաբայ, չէ։ Բոլորի համար հասկանալի լինի, որ այդպես չի։ Ես առաջարկում եմ ժամանակավոր 1 տարով անցումային իշխանության դրույթը, որ գարնանը համախմբված փոխում ենք իշխանությանը, բայց ոչ մեկին չենք բերում 5 տարով իշխանության։ Բերում ենք 1 տարով, պայմանով, ինչ համակարգային փոփոխություններ պետք է անի ժամկետներով, այն ճանապարհային քարտեզով։ Առաջի 3 ամսում ինչ անեն, 4-րդ, 2-րդ, որտեղ առաջի 3 ամսյակում, եթե ասած գիտեք ինչ կա Ղարաբաղյան պատերազմը բանը թույլ չեն տալիս ոնց որ ես քայլ անեմ, պետքա սրբել ուղակի, համարել որ սուտ ասեցին։ Իսկ 3 ամսում ոչ մի իշխանություն չի ամրանա այնքան, որ հնարավոր չլինի սրբել։ Ես շատ նորմալ ծրագիր եմ առաջարկել, պատասխան եմ ցանկացած փորձարկում ապրոբացիան անցել է մի քանի խմբերի մեջ։ Ես ի վերջո 6 ամսում Վազգեն Մանուկյանն ապացուցել, որ բացի այս ծրագրից մնացած բոլոր լոլոները նախընտրական, ես լոլոներ եմ անվանում դրանք, որ քիչ թե շատ գրագետ մարդիկ գրում են աշխատավարձը բարձրացնենք 10 անգամ, արդար կդատենք, արդար պաշտոնների մարդկանց կնշանակենք, գողություն չենք անենք, քաժնազարական բաները որ գրում են, ես դա համարում եմ, որ արդեն ոնց որ ամենավերջի մարդուն էլ պարզ է, որ այդ ամենը սուտ է, որտեղ բոլորը ցույց են տվել, ով եղել է իշխանության մեջ այս համակարգում, այլ կերպ չի կարողացել։ Այս համակարգի տրամաբանությունները։ Այնպես որ ես պատրաստ եմ մի անգամ էլ հանդիպել կոնկրետ այդ թեման, զարգացնել, խորացնել, նույնիսկ բանավեճի շրջանակում։ Եվ Հայաստանի պահպանման եւ հզորացման գաղափարը ես համարում եմ եւ դրան տրվող ոչ միայն որպես գաղափարախոսություն, ոչ միայն լոզունգ, այլ դա ապահովող մեխանիզմների արկայությունը, իսկ ես տալիս եմ մեխանիզմները, որ մարդկանցից անկախ մեխանիզմները աշխատեն։ Եվ եթե լավ մարդիկ կլինեն գաղափարապես նվիրված, ավելի հզոր կդառնա պետությունը։ Եթե այդպիսիները չլինեն, ոչինչ, էլի պետությունը չի կործանվի։ Այս է իմ գաղափարական հիմքը եւ ավարտեմ այս խոսքս վստահ եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում կլինի, Ամերիկայի հետ կլինի, թե Եվրոպայի հետ կլինի։ Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը ընդհանրապես պետություն կառուցելու բան չունի, ավանդույթ չունի, Ռուսաստանը իմպերիա կառուցելու ավանդույթ ունի, որտեղ ինքը իր ժողովրդով չի զարգանում, իր ժողովրդով, ինքը գրավյալ ու տարածքներով ու երկրի ներքով է ապրում։ Հետևաբար պետականակառուցման տեսլականով մենք Ռուսաստանից վերցնելու ոչինչ չունենք, որտեղ մենք իմպերիա չենք կարող լինել։ Եվրոպայից կարող ենք վերցնել, որտեղ եվրոպական ցանկացած փոքր պետություն նույնիսկ առանց այդպիսի հավակնությունների նորմալ պետություն է կարծում։ Հետևաբար եվրոպական արժեքները մեր համար շատ կարևոր են, հատկապես պետության կերտման տեսակետից։ Ուրեմն քաղաքակրթական զարգացման եւ այլնի տեսակետից մենք ունենք վերցնելու բան, բայց նաև իմանանք, որ կա ռուսական ռեալությունը, կա այդ վայրի շովինիզմը եւ դրա դեմը կանգնելու համար պետք է ուղղակի արժանապատիվ միավորված պետություն ունենանք
լուրջ պետություն, մեր արժեք ունենանք, որ մեզ այդ նույն այդ շովինիստները հաշվի նստեն, ինչպես 10-20 թվականին հաշվի նստեցին Նեժդայի հետ։ Եթե Գարեգին Նեժդայի այդ ձև մտածեր, որ ես ինչ եմ, մի հատ Զանգեզուր խեղճուկրա գյուղացիներ ու հանձնվեր, հիմա Զանգեզուրը վաղուց կլներ Ադրբեջանի անբաժանելի մաս, ինչը որ կար, ինչ որ քննարկվում էր եւ Նեժդայանը տալիս եմ ու մտածում եմ, ախր ես հանրապետականները այնքան Նեժդայանը տվին, այնքան վարկաբեկեցին այդ մարդուն, այդ մեծ մարդու արած գործը, որ Նեժդայանով դրոշը բռնած մեզ ուղիղ երետամիտ ճայիշն են մցրել։ Ու չարժե երևի այդ անտալ, ուղղակի ասել, որ անկախ Նեժդայի նույնիսկ գոյությունից պետք է արժանապատիվ պահվածք ունենալ վստահ, այդ դեպքում բոլորը հաշվի կառնեն Հայաստանին եւ այդ դեպքում մենք տվյալ փուլում քաղաքակրթական զարգացումների այս փուլում կդառնանք հաստատապես արժանավոր պարտները, գործընկերը եւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության եւ Ամերիկայի։ Հակառակը ռուսական ճահիճը խրվելով մենք ես զգուշացնում եմ, մենք ռուսական ճահիճը խրվելով կործանվելու ենք։ Այս անգամ թող ոչ մեկը ցուցանիշներ չբերի, որ 20 թվականից հետո մեր բնակչությունը 800,000-ից դարձավ 3.5 միլիոն։ Ես լսեցի Գուրգեն Արսենյանի ծանրագույն փաստարկը, որ այսի ասում ենք եւ վերջ, թե ինչքան դրական բան կար։ Թուրքիայում ցեղասպանությունից հետո մնացել էր շուրջ 15 որոշ բաներով 10-ից 20,000 հայ էին մնացել, 80-ական թվականներին 1 միլիոնին մոտ հայ կար Թուրքիայում, եթե մարդկանց աճելու թվականակով որպես վերցնենք փայլուն ցուցանիշ, ուրեմն Թուրքիայում էլ լավ վիճակ է, Հայաստան պետությունում նա պետք է այնտեղ ավելի մեծ էր աճման տեմպերը ազգաբնակչության, իսկ աշխարհի համար չասեմ, որ ասել է 7.5 միլիոնի Չեղաստեղից հասնա 7.5 միլիոն, ճիշտը գաղթելն է, որովհետև այնտեղ ավելի շատ աճում, ուրեմն այնտեղ ավելի լավ է։ Այսինքն հիմա Ռուսաստանը, Հայաստանը երբեք հասկացել է մի մեծ բան։ Եթե ինքը հավատարիմ է այդ ծավալապաշտական իր քաղաքականությանը եւ իմպերիայի բանն է մնում իրան, այդ լոզունգն է մնում իրագործելը, ապա պատմությունից դրան դասեր են առնում եւ պետության համար պատմության դասերը հետեւյալն են Հայաստանի մասով։ Թեկուզ այդ փոքր Հայաստանը ինքնուրույն պետության կարգավիճակով եթե մնա, ապագայում ինչ որ մի ժամանակ անպայման ինքնորոշման հարց կբարձրացնի անկախ պետություն ստեղծելու։ Դա Թուրքիայի համար եղել է գլխացավանք, Ղարաբաղով Ադրբեջանի համար եղել է գլխացավանք, 88 թվին Հայաստանը դարձավ գլխացավանք։ Եթե հիշեցնեմ, կարծեմ Մերկուլովի խոսքերն էր Ադրբեջանի հեռուստատեսության տված հարցազրույցում, որ հայտարարեց, որ 88 թվականի հայ էքստրեմիստները հիմք դրեցին սովետական միության քանդմանը եւ առաջիկայում նրանք այնպես կստանան պատասխանությունը թվի, որ մալը իմ не покажется։ Սա Facebook-ում պատտվում է, համացանցում պատտվում էր մի ժամանակ այս իր խոսքերը։ Մենք պետք է հասկանանք, որ այս անգամ Պուտինը ամեն ինչ անում է, իհարկե 15 թվականի ցեղասպանություն չի կարողանում իրագործի Թուրքիայի ձեռով կամ բան, սա 21-րդ դարն է ի վերջո, բայց հիբրիդային ֆորպոստացման ծրագրով ինքը աստիճանաբար Հայաստանը հայաթափելով, հայազրկելով մի գեղեցիկ օր կմնան այնքան հայեր ու այնպիսի վիճակում, որ մի հատ էլ հանրաքվե կանցկացնեն կմտնեն Ռուսաստանի կազմ, որից հետո դեմոգրաֆիական փոփոխությունների այնպես կենթարկվի Հայաստանը, այնպիսի անտանելի պայմաններ հիմա ի վերջո ստեղծված են, չէ՞, Հայաստանում ամենաանտանելի պայմաններն են ապրելու համար։ Իրավական նիհիլիզմ, ընդհանրապես դուք կարծում եք այս ամեն ինչը հավանականությունը մեծ է, թե ծրագրի լավ ծրագիր կա, ռուսական կայսերական ծրագիր լավ կա, հավանականությունը կարծում եք մեծ է այս ամենը։ Այդ հավանականությունը կախված է մեր դիրքորոշումից։ Մենք կբարձրաձայնենք սա թե չէ։ Մենք կգիտակցենք սա թե չէ։ Եթե մենք չբարձրաձայնենք, չգիտակցենք, ես գործի օրինակն եմ միշտ բերում, ջրի մեջ գցած գործ է, սառը ջրի մեջ, եթե դնում ես կրակին եւ դանդաղ երաստում ես, նա խաշվում է եւ ոչ մի ինքնապաշտպանական շարժում չի անում։ Եթե գցում ես երվան ջրի մեջ, ինքը թռնում է, դուս է բարձրանում։ Հիմա մենք սառը ջրի մեջ աստիճանաբար եռում ենք։ Աստիճանաբար մարդազրկվում ենք։ Աստիճանաբար հուսալքվում ենք, հուսազրկվում ենք։
տնտեսական առումով որպես պետություն վերանում ենք, որպես ինքնուրույն պետություն աշխարհի մեջ իր ատրիբուտներով արդեն չկանք։ Մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը ընդհանրապես շատ հեռու չի։ 3-4 առաջ օրը Գեղամեն Արտաշեսը Վրաստանում ինչպիսի քվեարկության մասնակցեց, ինչպիսի փաստաթուղթ քվեարկեց գագաթաժողովում։ Բա պետական ատրիբուտները աշճանաբար ոչնչացնում ենք։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ քո բանակն է ենթարկվում ռուսական հրամանատարությանը։ Հստակ ցույց տվեց։ Նախապես ոչ, բանակը ամբողջությամբ ենթարկվեց Ռուսաստանին, զինվորները չենթարկվեցին։ Զինվորները չենթարկվեցին, կռվեցին, բայց ամբողջությամբ հավաքված էր ավելորդ զենքը։ Ոչ մի ստրատեգիական, ոչ մի մարտավարական քայլեր չարվեցին պատերազմին նախապատրաստվելու։ Այդ ոնց է 6 օր բանը մաքրում են ականապատված դաշտը մաքրում են տանկերը քշելով գալիս են եւ քո բանակի հրամանատարություն եւ պաշտպանության նախարարը ոչինչից տեղյակ չեն։ Ուրեմն երկու տարբերակ կա, կամ անում եք սունակյան կամ ռուսական այդ ծրագրի մաս են կազմում, իսկ այդ ծրագիրը ես նորից եմ պնդում, դա ռուսական ծրագիր էր։ Ուրեմն դու ամեն ինչը քո մոտ մնացել է ներքևի մակարդակում հավատարիմ պետությանը, հավատարիմ ժողովրդին, դա զինվորն է, միջին սպայակազմը, համակարգն է այդպեսին։ Համակարգը ինչքան վերև, այնքան ձիգ, ինչքան ներքև, այնքան թույլ։ Հիմա ես առաջարկում եմ այս համակարգը քանդել, բարձրաձայնել, ուղիղ աչքով նայել պատմության մարտահրավերներին։ Վանում, ներողություն եմ խնդրում, Վանում 15 թվականի ապրիլի 24-ից չէր, որ քրից արտացան, մեկ էլ իմացան, որ սես բան է լինում, չէ՞։ Այդ ամբողջը նախապատրաստվում էր էսերան, բայց Վանում մարտ ամսին հարսանիքներ են անում, քեֆ են անում, երևի այն ժամանակվա թաթուլները երգում էին, այն ժամանակվա Վանի մեծ արուստներն էլ պարում էին։ Վանում ապրիլի 24-ից առաջ, 2 ամիս առաջ, փետրվարին, մարտին կամ նախորդ տարիներին նորից նման էր մեր վիճակին 15 թվականի ապրիլի 24-ից առաջ նկատի ունեմ նորից երգում էին նորից պարում էին աշճանաբար ղեկավար կուսակցությունները գործող Հայաստանում գործող կուսակցությունները մասնավորապես դաշնակցությունները երիտուրքերի հետ քիրվայություններ անում մանդատներ էին իրար մեջ պարլամենտում բաժանում կռիվ էր գնում մանդատների համար այդպես երիտուրքերի հովանու տակ բարեկարգված Հայաստան, ինքնորոշված Հայաստան, ավտոնոմ Հայաստան էին ստեղծում եւ այլն, երևի այն ժամանակվա բաների ջանախբեր ջանջանի նման երգեր երևի այնտեղ են եղել կամ կան էլ այդպիսի երգեր, որոնց տակ մեր նախագահներն ու մյուսները պարում են հարսանիքներին ու քեֆերին, այնտեղ էլ է այդպես եղել, բայց մեկ էլ հանկարծ պարզվել է, որ այդ սաղ սուտ է, որովհետև մենք պետական ազգ չենք եւ մեր հայացքը աշխարհին պետության բանով չի, պետության հայացքով չի եւ չափանիշները եւ գնահատականների իրադարձությունները այդ չափանիշներից դուրս են մարդկային նեղ հարաբերությունների սահմանների վրա են կառուցված ու ես պնդում եմ որ Հայաստանը հիմա այդ վիճակում է նախ ապրիլյան վիճակում է մի ամիս հետո կլինի մի տարի հետո թե աշճանաբար կլինի որովհետև փոխվել է 20-րդ դարի սկիզբ չի 21-րդ դարի սկիզբ է շատ բան է փոխվել ուղղակի արդյունքն է նույնը ձևերը տարբեր այսինքն հողը տիրազրկում հողի տիրազրկում ինչպես Վանը հանձնելուց ժողովրդին մի քանի անգամ հանձնել ընդունելուց հետո ժողովրդին հեռացրեցին ամբողջությամբ դատարկեցին ինչպես Թուրքիան լուծեց արևմտյան Հայաստանի հարցը ամբողջովին հայազրկեց ինչպես Ադրբեջանը Նախիջևանը հայազրկեց Ռուսաստանը նույն բանում է Հայաստան անում է Հայաստանում իր ամբողջ աջակցությամբ իր վարած քաղաքականությամբ եւ իր շատերը ասում են ինչու եք դուք ասում Ռուսաստանը չէ որ Հայաստանի իշխանություններն են դա անում ի վերջո Հայաստանի իշխանությունները գաղութային իշխանություն են Հայաստանի քաղաքական էլիտա կոչվողը ընդդիմադիր թե իշխանական 98%-ով դա ռուսական ներկայություն է այստեղ դուք որևէ մեկ ինձ կարող է ասել որ Հայաստանի քաղաքական էլիտայում այնպիսի նվիրյալներ են Արամ Մանուկյանի նման որ կարող է թոքաբորբից մահանան բայց Հայաստանի մնան ապրելու որ նախարարին աշխատանքից հանում ես Ամերիկայում կամ ինքը կամ թորը կամ նույնիսկ պրեզիդենտի թորները Ռուսաստան բանում են Ամերիկայում են ծնվում որ Ամերիկայի քաղաքացիություն ունենան ունեցվածքը այնտեղ որը դուրս է գալիս աշխատանքից մեկ էլ տեսպես հայտանում է իրենց ատելի Եվրոպայում եւ Ամերիկայում եւ մենք ուզում ենք այս էլիտայով ապագա կառուցենք այս էլիտան էլ գրողացած է
այս տեսադաշտով, այս հայացքով աշխարհի երևույթներին, այսպես իրար արդեն անհանդուրժող պայքարի այս թոհուբոհի ժամանակաշրջանում, այսպես հանգիստ, խաղաղ, փող փախցնելու միտված կյանքով, բանով տենց գանք, Վանը այդպես եկավ, ապրիլի 24-ը այդպես եղավ։ Շատ հորետեսական ստացվեց ավարտը իհարկե։ Բոլորը գովում են, ես օրինակ ձեր բանը, կարծում եմ ձեր աուդիտորիան Հ1-ի աուդիտորիայի հետ դժվար թե համեմատվի, որովհետև Հ1-ը կարծում եմ շատ մարդ են նայում։ Եթե իմ ասածը հորետեսական է, միացրեք Հ1-ը նայեք եւ դուք կապրեք ձեր երազանքները աշխարհում ամբողջ օրը բաների մեջ, հաճույքների մեջ, ցուցանիշները բան, այն սովետի ժամանակ ասում են, եթե դուք վատ եք ապրում, բացեք Pravda թերթը կարդացեք։ Բայց դուք 14 ալիքով սաղոր ռոպագանդա եք անում բթացման։ Ամբողջությամբ ազգին դարձրել եք չմտածող, դարձնում եք ձեր սերիալները, ձեր նկատի չունեմ մեր իշխանական բթացնող սերիալներով, այդ հիմար պատմություններով բերում եք անհոգ այսպիսի մի վիճակի, ու մենք որ ասում ենք, գիտեք, արդեն հասել ենք այնտեղ, որ ջերմաչափը դրել է, տերն արդեն հասնենք 70 աշճանի վրա։ Հեսա մի քիչ հետո խաշվելու ենք ու կպրծնենք, բայց հորետեսականը, գիտեք, ձեր ասածը 70 աշճանում էլ մարդիկ ապրում են։ Կարելի է, ոչինչ չունեմ ասելու։ Հարթակում այսօր այսքանն էր, կհանդիպենք։